Ես երեխայի եմ սպասում, դու ինձ չես լսում, Աննա։ Չհասկացա։ Լսում եմ, բայց չեմ հասկանում։ Ես սրա համար էի ասում, որ պետք է խոսել։ Ես ձեզ ոչինչ չունեմ ասելու։ Չեմ հասկանում ինչ եք խոսում։ Աննա, դուք իրոք ինձ չեք հիշում։ Ես հաստատ կհիշեի որևէ կնոջ դեմք, եթե գոնե մեկ անգամ տեսնեի ամուսնուս կողքին։ Չգիտեի, որ ինքը հետ ես պայմանավորված։ Դուք պետք է հասկանաք ինձ, ես հղի եմ, դուք էլ եք հղի։ Դրա համար էլ հույս ունեմ, որ կհասկանաք։ Որտեղից գիտեք, որ ես հղի եմ։ Աննա, դուք մինչև հիմա չեք հավատում, որ ես ու Վարդանը հանդիպում ենք։ Ես գիտեմ, որ հղի եք, բայց ինձ էլ հասկացեք, որ ես չէի կարող ձեզ չասել այդ մասին։ Վարդանը ուզում էր ասել, բայց հենց նույն օրը իմացավ, որ դուք էլ եք հղի։ Ու չէր կարողացել պատմել ձեզ իմ մասին։ Հիմա դուք ինչ եք ուզում ինձանից։ Ինչ եք սպասում, որ ես անեմ։ Ես չեմ հասկանում ինչ եք ակնկալում, ինչ եք սպասում, որ ես անեմ, խոսեք, լսում եմ, ինչ անեմ։ Չգիտեմ։ Ասեք, լսում եմ։ Սխալվում ես։ Հենց դու կարող ես օգնել ինձ։ Միայն դու։ Ես հղի եմ։ Հա, ես հղի եմ։ Վարդան։ Ես։ Ես պապա եմ դառնալու։ Ես եմ պապա դառնալու։ Ես պապա եմ դառնալու, ես պապա եմ դառնալու, ես պապա եմ դառնալու։ Արեսի գանքի ամենալավ առավոտն։
Ես վրեմ։ Հիմա ուրախ ես, որ քեզ տուփ եմ բերել։ Անուրախ եմ, շատ ուրախ եմ, շատ։ Հա։ Հավատը չի գալի։ Վարդան։ Իսկ մենք բժշկի չեն գնալու, բժիշկը քեզ չի նայելու, կարող է պետք է հենց հիմա գնանք, հա։ Վարդան կգնանք։ Ամեն ինչ նորմալ է, կգնանք, մի անհանգստացի։ Չէ, կարող է պետք է բժիշկը քեզ հիմա նայի։ Վարդան կգնանք։ Կպայմանավորվենք կգնանք։ Կարող է քեզ վատ զգաս։ Վարդան, ես ինձ շատ լավ եմ զգում։ Երեք է ինձ վատ զգում։ Հիմա լավ եմ։ Բայց դու դեռ ինքնատիպ ես քեզ վատ զգում։ Հա, ճիշտն ասած, չէ՞ մտածում, որ կարող է աղի լինեմ։ Չգիտեմ, չէի պատկերացնում, այդ մասին չէի մտածել։ Բայց Մարիաննայից տանը չգիտեմ ինչի մտքովս անցավ, որ կարող է։ Իսկ դու ի՞նչ ես ինձ երեք ասում։ Դե ուզում էի վստահ լինեի։ Ես երեխա եմ ունենալու։ Վարդան։ Ես երեխա եմ ունենալու։ Ես երեխա եմ ունենալու։ Ես երեխա եմ Ինչ ես ակնոցով։ Աչքերս ցավում են։ Առավոտ շուտ թռիչքսա։ Աննան ուզում էր աշխատանքից հետո գարքես տեսներ։ Չէ, պետք չի, Աննան հիմա շատ անեղում, իսկ դա հիմա իրան պետք չի։ Լիզ, բայց գնալդ ոնց այսքան շուտ ստացվեց։ Դեսպանատուն արդեն գնացել էի, պապան շուտ էր ուզում որ գնայի, մնում էր միայն տոմսերը գնեի, դրա համար էր սենց շուտ ստացվեց։ Չգիտեմ։ Ինչ է վիճակդ։ Կասես ջուր բերեմ։ Ինչի համար։ Նախաբերս խմեմ։ Կգաք։ Այո, սունդես։ Ջուր կարելի է։ Արդեն ինչքան ժամանակ է սիրտս լավ չի, չեմ քնում։ Ոնց պարկում եմ, նենց էլ արթնանում եմ։ Հար, տկներից մեջ ուշ չկա, ձեռքերս դողում են։ Ես չեմ ապրում։
Ես հիվանդ եմ։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Ուզես գնանք մեր տուն։ Գնանք լիս, կպարկես, կհանգստանաս։ Չեմ ուզում։ Որտեղ ես եղել ամբողջ գիշեր։ Հիմա էլ կարևոր չի։ Մի օր մնաց։ Ես խնդրում եմ։ Ես քեզ էլ չեմ կարողանում տեսնել այս վիճակում։ Անի, ես Ջան, գնանք միած սուրճ խմելու։ չէ, տուն եմ գնում։ Ինչի։ Ուղղակի լավ չեմ զգում մի քիչ։ Ան Տիգրանը դեռ չի եկել, դու էլ ես գնում։ Ուղղակի լավ չեմ զգում, Անի, պարոն Գնունին որ գա, ասա, որ վաղը կգամ։ Հիմա ուղղակի պետքա տուն գնամ։ Հետո կխոսենք, հա։ Ան, եթե լավ չես զգում, արի Վարդանին զանգենք, գա հետևիցդ, այսպես պետք չի որ դուրս գաս։ Չէ, Անի, ես կգնամ։ Ան, դու հղի ես, նորմալ է որ դու քեզ ված զգաս, բայց պետք չի մենակով գնաս, արի զանգենք։ Ան, արի նստի մի հատ հանգստացի գոնե, հետո կգնաս։ Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացի։ Ես ճանապարհին կզանգեմ Վարդանին։ Լավ դե, զգուշ եղի։ Այ քեզ բան ինչ ա եղել։ Ապրես։ Անընդհատ ժպտում ես։ Սուսան, ինչ գործել անեմ, անընդհատ Աննայիս հետ եմ։ Որ չասես էլ տեսնում եմ։ Այնքան ուրախ եմ, որ երեխես հղի է, երեխա է ունենալու։ Փաստորեն տատիկ ես դառնում, էլի։ Հավատս չի գալիս։ Այն օրվանից ինչ իմացել ես, օդով ես քայլում։ Մի հատ զանգեմ Աննայիս, տեսնեմ ոնց է։ Արդեն 5-րդ անգամ զանգում ես ալա։ Օրը նոր է սկսվել։ Չտեսնեմ երեխես ոնց է։ Ոյ։ Ալո։ Աննա ջան։ Ոնց ես բալես։ Հա, մամ, լավ եմ։ Աննա, Մամ, հիմա հարմար չի կզանգեմ, հա։ դրսում ես։ Հա, մամ, կզանգեմ։ Ինչ եղավ։ Մի տեսակ էր։ Ինչի։ Չգիտեմ, անտրամադիր էր, չխոսեց հետս։